Գոյամարտ սերիալն օրեցօր ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում հեռուստադիտողների շրջանում, որովհետև պատմությունը վաղուց արդեն սովորական ընտանեկան դրամայի սահմաններից դուրս է եկել։ Այժմ սա մարդկային ճակատագրերի, վրեժի, սիրո, կորստի ու ներքին պայքարի մասին պատմություն է, որտեղ յուրաքանչյուր կերպար իր ցավն ունի, իր ճշմարտությունը և իր կոտրված աշխարհը։ Դիանա Գրիգորյանը կարողացել է ստեղծել մի սյուժե, որտեղ ոչ ոք ամբողջությամբ լավը կամ վատը չէ։ Նույնիսկ ամենաբացասական կերպարներն ունեն իրենց ցավը, իսկ ամենադրական հերոսները երբեմն այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք վտանգավոր հետևանքներ են ունենում։ Հիմա սերիալում ամենածանր ու ամենահետաքրքիր գծերից մեկը Մանանի պատմությունն է։ Առաջին հայացքից թվում է, նա վերջապես ստացել է այն, ինչի համար պայքարում էր։ Գրիշոն սիրում է նրան, պատրաստ է ամուսնանալ, պաշտպանում է նրան նույնիսկ սեփական ընտանիքի դեմ, բայց իրականում Մանանը երջանիկ չէ։ Եվ դա շատ բնական է, որովհետև մարդը չի կարող երջանիկ լինել, երբ իր սիրտը երկու մասի է բաժանված։ Մի կողմում իր սիրած մարդն է, մյուս կողմում ընտանիքը, եղբայրները, պապը, տունը, հիշողությունները։ Մանանը հիմա ապրում է այնպիսի հոգեբանական ճնշման մեջ, որ սերիալն ամենածանր վիճակներից մեկն է։ Նա գնացել է Հունանի տուն, բայց դա չի նշանակում, որ մոռացել է իր ընտանիքին։ Ընդհակառակը, թվում է, թե հենց ընտանիքը պաշտպանելու համար է այդ քայլն արել։ Շատ կարևոր են այն տեսարանները, որտեղ նա Հունանին ասում է, որ եթե նա Սարգսյաններին մոռանա, ինքը նույնպես կհեռանա իր ընտանիքից։ Սա իրականում պայման էր։ Մանանը կարծես փորձում է խաղաղության համաձայնություն կնքել։ Նա շատ լավ հասկանում է, որ բաց պատերազմով ոչ ոք չի հաղթելու, չափազանց շատ ցավ ու կորուստներ արդեն եղել են։ Եվ գուցե նա մտածում է, որ եթե լինի այդ տան ներսում, կկարողանա ինչ-որ կերպ մեղմել Հունանի քայլերը։ Բայց խնդիրը հենց այն է, որ Հունանը խաղաղություն հասկացող մարդ չէ, նրա ամբողջ կյանքը կառուցված է ուժի, վերահսկողության ու վախի վրա։ Նա սովոր է մարդկանց իրեն ենթարկել, ոչ թե հասկանալ։ Երբ նա Իննային խոստովանում է, որ Մանանի ու Գրիշոյի ամուսնությանը համաձայնել է, որովհետև այդպես Մանանն իրենց աչքի առաջ կլինի, շատ բան պարզ է դառնում։ Հունանի համար սա ոչ թե պարզապես ամուսնություն է, այլ վերահսկողության նոր ձև։ Նա հասկանում է, որ Լեոն իրենից դուրս է գալիս, Դավիթ պապն այլևս չի վախենում, իսկ մյուս ընտանիքը դեռ պայքարում է իր դեմ, եւ նա փորձում է այդ ընտանիքի անդամներից մեկին բերել իր տուն, կարծես թուլացնելով նրանց ներսից։ Բայց այստեղ շատ կարևոր է նաև Գրիշոյի վիճակը։ Գրիշոն իսկապես սիրում է Մանանին, դա արդեն ակնհայտ է դարձել։ Նրա հայացքը, պահվածքը, այն թե ինչպես պաշտպանում է Մանանին, ցույց են տալիս, որ սա այլևս խաղ կամ քմահաճույք չէ։ Բայց ամենամեծ հարցն այն է, կկարողանա Գրիշոն ընտրել սիրո կողմը մինչև վերջ, որովհետև որքան էլ նա փոխված թվա, նրա մեջ դեռ կային ագրեսիվ, վտանգավոր մարդն, ում դաստիարակել է Հունանը։ Եվ սա հատկապես երևում է այն պահերին, երբ նա կորցնում է վերահսկողությունը։ Մանանի համար ամենամեծ վտանգը հենց սա է։ Նա սիրում է Գրիշոյին, բայց չի կարող վստահ լինել, որ նա երբեք չի դառնա իր հոր նման։ Միևնույն ժամանակ Լեոյի գիծը գնալով ավելի մութ ու ծանր է դառնում։ Լեոն հիմա ապրում է ներսից կործանվող մարդու վիճակում։ Նա հոգնել է անվերջ պայքարից, անարդարությունից, ընտանիքի ցավից։ Դավիթի վիճակը, Լեայի հետ խնդիրները, Մանանի հեռանալը, Հունանի մշտական ճնշումը, այս ամենը նրան ներսից փոխում են, եւ ամենավտանգավորն այն է, որ նա սկսում է ընտրել ուժի ճանապարհը։ Փողոցային մարտերին մասնակցելու որոշումը շատ խորհրդանշական է։ Սա պարզապես գումարի խնդիր չէ։ Լեոն կարծես ուզում է ցավը հանել իր մեջից։ Նա ներսում այնքան զայրույթ ունի, որ այլևս չի կարողանում հանգիստ ապրել։ Շատ հեռուստադիտողներ արդեն նկատում են, որ նա գնալով նմանվում է իր հորը Ռաֆին, եւ սա շատ ցավոտ գիծ է։ Սերիալը կարծես ցույց է տալիս, թե ինչպես են ընտանիքի չբուժված վերքերը փոխանցվում սերունդներին։ Ռաֆը ժամանակին նույնպես պայքարում էր, ապրում վտանգավոր կյանքով, չէր կարողանում դուրս գալ բռնության աշխարհից։ Հիմա նույն ճանապարհին կանգնած է Լեոն։ Հնարավոր է փողոցային մարտերը դառնան այն կետը, որտեղ նրա կյանքն ամբողջությամբ կփոխվի։ Սա շատ հետաքրքիր շրջադարձ է։ Նա կարող է հայտնվել շատ վտանգավոր մարդկանց շրջապատում, կարող է ծանր վնասվածքներ ստանալ կամ նույնիսկ կորցնել իրեն որպես մարդ, բայց ամենացավոտն այն է, որ նա կարծես այլևս չի վախենում այդ ամենից։ Եվ այստեղ շատ կարևոր է Լեայի դերը։
Լեան հիմա նույնպես ծանր հոգեվիճակում է, նրա համար աշխարհը փլվել է, հայրն ում ամբողջ կյանքում իդեալականացրել էր, աստիճանաբար բացահայտվում է լրիվ այլ կողմից, նա արդեն գիտի, որ Հունանը կապված է բազմաթիվ մութ պատմությունների հետ, գիտի, որ նրա պատճառով ընտանիքներ են կործանվել և այդ ճշմարտությունը կամաց-կամաց քանդում է Լեային ներսից։ Բայց միևնույն ժամանակ նա չի կարող դադարել սիրել Լեոյին, նրանց սերը հիմա սերիալի ամենադրամատիկ գծերից մեկն է, որովհետև նրանք սիրում են իրար, բայց այդ սերը կարծես անընդհատ հայտնվում է պատերազմի կենտրոնում։ Ավոյի կերպարն էլ գնալով ավելի հետաքրքիր է դառնում, սկզբում նա թվում էր միայն վրեժ լուծող մարդ, բայց հիմա երևում է, որ նրա ներսում շատ ավելի բարդ պայքար կա։ Նա կարծես միաժամանակ և ցանկանում է ոչնչացնել Հունանին և փրկել այն ընտանիքը, որից տարիներ շարունակ հեռու է եղել։ Եթե իսկապես Դավիթ պապի տան հետ կապված վտանգավոր դեպք է տեղի ունեցել և Ավոն այնտեղ է եղել, դա կարող է դառնալ նրա կերպարի ամենամեծ շրջադարձը։ Հնարավոր է հենց Ավոն վերջապես դառնա այն մարդը, ով կփորձի ոչ թե վրեժ լուծել, այլ փրկել բոլորին, իսկ ամենամեծ ռումբը դեռ մնում է Ռաֆի մահվան վտանգը։ Այդ ճշմարտությունը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, բայց բոլորն արդեն զգում են, որ երբ այն վերջապես դուրս գա ջրի երես, սերիալում ոչինչ իր տեղում չի մնա։ Եթե Դավիթ պապն իմանա, որ Ռաֆը մահացել է Հունանի հարվածից, դա կարող է ամբողջությամբ կործանել նրան։ Լեոյի համար էլ դա կլինի այն կետը, որից հետո նա այլևս երբեք չի կարող նայել Հունանի աչքերին, իսկ Լեան ստիպված կլինի ընտրություն կատարել սիրո ու ընտանիքի միջև։ Գոյամարտի ուժը հենց այն է, որ այստեղ յուրաքանչյուր հերոս ապրում է իրական զգացումով։ Այստեղ մարդիկ սխալվում են, վիրավորում են, սիրում, կորցնում, փորձում են փրկել իրար, բայց հաճախ հենց այդ փորձերով ավելի մեծ ցավ են պատճառում։